Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հանդիպում Արևմտյան Հայաստանի Երևանյան առաքելությամբ Արցախեն բռնի դեղահանված հայերու մասնակցությամբ։ Ադրբեջանը բանջել է Վրահայի մեջ ցուցադրել Արցախի մասին Սև այգի ֆիլմը, թիմումը մերժվել է։ Բաքուն պատրվակներ կփնտրե հայերու վրա գրգին հարձակելու համար։ Գար երանելի ժամանակ, երբ մենք ոչ միայն հաղթող էինք, այլ բարդվածի հոգեբանություն չունեինք, հրաբարակ։ Ժառանգության ոչնչացումը նպատակ կհետապնդե չնչել դեղական բնակչության և դարածքի միջև գաբը, Քեղարդ։ Համշենի մշակույթը նարեգացի արվեստի միության մեջ, հանախոսություն և բարեր։ Աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Մարտի 22-ին Արևմտյան Հայաստանի Երևանյան առաքելությամբ տեղի ունեցավ հանդիպում Արցախեն բռնի դեղահանված բնիկ հայերու հետ։ Հանդիպումը վարեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը։ Քննարկվեցան Արցախի դեղահանված հայերու առջև ծառացած հրադապ խնդիրները, անոնց իրավունքներու պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերը, ինչպես նաև համայնքային միավորման և միասնականության կարևորությունը։ Հանդիպման ընթացքին մանրամասն ներկայացվեցավ մարդու իրավունքներու եվրոպական դատարան ներկայացված հայցերու ընթացը։ Ներկայացվեցան իրավական գործընթացի հնարավորությունները, արգա մարտահրավերները և միջազգային ատյաններու մեջ Արցախի հայերու իրավունքներու պաշտպանության հետագա քայլերը։ Բացի այդ, քննարկվեցավ Զվիցերիո մեջ կայանալիք միջազգային համաժողովը, ուր կընդգրկվի Արցախ վերադարձի հետ կապված բանաձևը։ Արմենակ Աբրահամյանը շեշտեց, որ նման միջազգային հարթակներուն մեջ Արցախի հարցը բարձրացնելը կարևոր է միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու և Արցախի բնիկ հայերու իրավունքները պաշտպանելու համար։ Հանդիպման առանցքային նյութերեն էր նաև համայնքներու ստեղծման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Ընդգծվեցավ, որ բռնի դեղահանված արցախահայերը պետք է համախմբվին, ստեղծելով ամուր համայնքային կառույցներ։ Հանդիպման ավարտին մասնակիցները հաստատեցին իրենց հանձնառությունը շարունակելու պայքարը Արցախի հայերու իրավունքներու պաշտպանության համար իրավական, դիվանագիտական և համայնքային մակարդակով։ Հաշվի առնելով արգա մարտահրավերները, ընդգծվեցավ համախմբվածության և հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը ապահովելու դեղահանված արցախահայերու շահերու պաշտպանությունը և վերադառնալու իրենց բնօրան։ Ակնընթականը կհայտնի Վրահայի մեջ Ադրբեջանը փորձեր է ֆիլմ ստեղծել մարդու իրավունքներու պաշտպանության նվիրված փառատոնեն։ One World Human Rights Festival-ին Չեխիայի մեջ Ադրբեջանի տեսփանատունը նամակ գրած է պահանջելով փառատոնի ծրագրեն հանել և չցուցադրել Ալեքսիս Պազոմյանի Արցախի մասին Սև այգի ֆիլմը։ Փառատոնը արհամարհել է նամակը։ Ֆրանսական Le Figaro բարբերականի փոխտնօրենի գրառումը։ Այս քանի օրվա ընթացքին արդեն 10-րդ դեպքն է, երբ Ադրբեջանը կպնդե, թե հայկական ուժերը գրակ բացել են իր թիրքերու ուղղությամբ։ Սուտ է անշուշտ, ինչպես 2020 թվականին Բաքուն պատրվակներ կփնտրե հայերու վրա գրգին հարձակելու համար, բնտելով, որ անոնք խաղաղություն չեն ուզեր։ Գար երանելի ժամանակ, երբ մենք ոչ միայն հաղթող էինք, այլ բարդվածի, կոտրվածի, նվաստացածի հոգեբանություն չունեինք։ 1994-ին և անգեհետո մենք բազմաթիվ առիթներ ունեինք մեր հաղթանակը ամրագրելու և անգամ Բաքվի մեջ թեյ խմելու, սակայն մեզ հարձակողական չէինք պահեր, չէինք փորձեր ոչնչացնել բարդված թշնամիին, մեծահոգի էինք ու համբերատար։ Մեզ գտվեր, թե ժամանակը մեր օգտին աշխատի, և եթե Արցախը 20-30 տարի անկախ եղած է, պատմական արդարությունը մեր կողմն է։ Մենք գրած ենք անհնարինը, մեզ մեծականակ զինուժին հաղթելով, ուրեմն աշխարհը շուտ թե ուշ կճանչնա Արցախի անկախությունը, իսկ Ադրբեջանը ուշ թե շուտ կհաշտվի Արցախը գործընծնելու մտքի հետ։ Հակառակ անոր, որ մենք հարձակողական չէինք և նոր պատերազմ չէինք հրահրեր, բայց նաև խեղճ չէինք և թույլ չէինք տար թշնամուն լկտիանալ, հակառակորդի յուրաքանչյուր գրագոց մեր կողմէ կրկնակի պատասխանի կարժանանար։ Ոչ մեկ ոտնձգություն անպատիժ կմնար, յուրաքանչյուր հանդգնություն Արցախի նկատմամբ դեղվում վրա կխեղդվեր։ Ազգային արժանապատվություն ունեցող ղեկավարներ ունեինք, համարձակ ու ինքնավստահ հասարակություն, մարտի նետվելու պատրաստ բանակ։ Ադրբեջանը կշարունակե համակարգված ոչնչացնել հայկական հետքը Արցախի մեջ, հողին կհավասարեցնեն եկեղեցիներ և հուշարձաններ, ամբողջական գյուղեր, հասարակական նշանակության շինություններ ու թաղամասեր։ Ստեփանագերդի մեջ ոչնչացուցել են ամբողջական բնակելի թաղամասեր, քաղաքի պատմական հատվածը և կառավարական շենքեր։
Ադրբեջանի գոմե այս գործելագերբը բոլորովին նոր չէ, այլ դասնամյակներ շարունակ իրագործվող ռազմավարություն։ Դարածքի յուրացումը գիրականացվի հայկական հետ կչնչելով ու մոռացության տալով, վգան ճյուղայի խաչկարերու ոչնչացումն է։ Երկար տարիներ իրեն ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության զոհի ղեկավարի մեջ, Ադրբեջանը առաջին քիչ կբերեր տարածքային ամբողջականության սկզբունքը ու իբրև թե 1 միլիոն փախստականներու հարցը երբեք չթաքցնելով հայկական հետքի բացառումը։ Այնինչ Ադրբեջանը գնե Արցախի մեջ 2020-ին հետո ի ցույց կտնե իր ավելի մեծ նպատակը վերապերմունքն ու ռազմավարությունը, որը գիրականացվի տարբեր ձևերով, ինչպես հայկական մշակութային ժառանգության ոչնչացում։ Ժառանգության ոչնչացումը նպատակ կհետապնդի չնչել տեղական բնակչության եւ տարածքի միջև գաբը, նվաճել տարածք ու փորձել օրինականացնել նվաճողի իրավունքը այդ տարածքի նկատմամբ։ Արգա է այս երևույթի ուսումնասիրության նվիրված մեծածավալ քրականություն, իսկ հիշողության չնչման երևույթը հակամարտություններու եւ ցեղասպանություններու ուսումնասիրության նյութերեն է։ Տարածքի յուրացումն ու բռնակցումը գիրականացվի բնիկ բնակչության դեղահանությամբ, ոչնչացմամբ ու անոնց պատմությունը չնչելով, նոր անցյալ կառուցելով։ Նարեգացի արվեստի միության լեփլեցուն տահլիճին մեջ տեղի ունեցավ Համշեն Քավարը եւ Մասունքի համշենական բարերը խորակրով վարպետաց դասը։ Միջոցառումը կներառեր բանախոսություն եւ համշենական բարերու ուսուցում։ Երեգոյի առաջին մասը բարուսույց Մասունք խումբի անդամ Տիգրան Մկրտչյանը պատմեց համշենական բարերուն անդրադառնալու առիթի մասին, անգե հետո Համշենի զբոսաշրջության հիմնադիր Գևորգ Պետրոսյանը մանրամասն խոսեցավ Համշենի բնաշխարհի եւ հայերու այնտեղ հայտնվելու մանրամասն պատմությունը։ Երեգոն ավարտեցին համշենական բարերու վարպետաց դասով, ուր հանդիսադեսը աշխուժ մասնակցություն ունեցավ։ Միջոցառման գաղափարի հեղինակ եւ գազմագերբիչ Տիգրան Մկրտչյան։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիդողներուն գշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Ինչպես արդեն գիտեք, մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ տարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակմանը։ Մենք թափանցիկ եւ հասանելի գերբով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, ղարավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ալ ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։